Prime Minister of Armenia is blaming Հայաստանի վարչապետը եկեղեցու որոշ ներքին խնդիրներից է խոսում, որոնց մասին վստահ եմ դուք նույնպես տեղյակ եք։ Իսկ ինչ եթե եկեղեցին իսկապես որոշ ներքին խնդիրներ ունի, արդյոք սա իրավունք է տալիս հայկական պետությանը, Հայաստանի կառավարությանը, Հայաստանի վարչապետին նման քայլեր անել։ You know, in every free state we have a separation of church and state. And the state should not interfere into eternal affairs of the church. It is not up Յուրաքանչյուր ազատ երկրում լինում է եկեղեցու եւ պետության տարանջատում, եւ պետությունը չպետք է միջամտի եկեղեցու գործերին։ Վարչապետի, նախագահի կամ այլ անձի գործը չէ դատողություններ անել կաթողիկոսի լեգիտիմության մասին։ Այդ հարցը պարզապես շատ ավելի վեր է նրա իրավասությունից։ It would have a global outcry if, for example, Mrs. Meloni Համաշխարհային աղմուկ կբարձրանա, եթե օրինակ վարչապետ Տիկին Մալոնին, որը հրաշալի անձնավորություն է, ես նրան կբերեմ որպես օրինակ, սպառնար ձերբակալել Հռոմի պապին։ Սա լիովին իրացիոնալ սցենար է։ Նկատի ունեմ, որ կաթողիկոսի լիազորությունը գալիս է երկնքից, գալիս է Սուրբ Հոգուց, գալիս է եպիսկոպոսների համայնքից, գալիս է այն մարդկանցից, ովքեր աղոթում են եւ աղոթքով ընտրում, թե ով է եկեղեցու համար ճիշտ հովիվը։ Եվ սա ժողովրդավարություն չէ։ Եկեղեցին ժողովրդավարության մասին չէ, երբեք։ separate for the church. And this is not a democracy. Church is not a democracy, never ever. It's a hierarchy and representing the heavenly hierarchy. Եկեղեցում կա հիերարխիա, կա երկնային հիերարխիան, եւ հենց այն պահին, երբ որևէ կառավարություն միջամտում է եկեղեցու ներքին գործերին, հայտնվում է բացարձակապես սխալ ճանապարհի վրա, վտանգավոր ճանապարհի վրա։ Path. It's a very dangerous path. Why? Because it is going beyond your competence. They don't have the right to do it because the church is the church. Քանի որ գերազանցում է իր իրավասությունը։ Իրավունք չունեն անել այն, ինչ անում են։ Եկեղեցին, այսպես ասած, սեփական կորպորացիա է, որը 2000 տարեկան է, Հայաստանի դեպքում 1700 տարեկան։